Բարի լույս ելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով եւ Փարտիրոջը, որ նորից միասին ենք եւ սա Աստծո մեծ շնորհքն է։ Այսօրվա մեր հյուրն է Մեսելի Վարդան եղբայրը, ուրեմն նա քրիստոնեական առաքելություն եկեղեցու հովիվն է, Վարդան Թորոսյան եղբայրը։ Վարդան եղբայր, շատ շնորհակալ եմ, որ եկար եւ այսօր միացար մեր եթերին։ Տերորնի քեզ։ Ես դեմ չեմ օրհնվելուն, եղբայր ջան, եւ նմանապես ուրախ եմ։ Ես վստահ եմ, որ դու դեմ չես, դրա համար հրավիրել եմ։ Ցանկացած առիթ, որ կարելի է օգտագործել Տիրոջ փառքը պատմելու մասին, նրա խոսքը տարածելու մեծ ուրախություն է մեզ համար։ Ամեն, փառք Տիրոջը։ Թեման շատ հրաշալի թեմա է, ճանաչել Աստծո կամքը։ Այդպես է, չէ՞։ Կատարյալ կամքը Աստծո, այսինքն կամքի կարելի ասել ինչ-որ աստիճաններ, հա։ Երբեմն սենց տպավորություն է վերնագիրը թողումի վրա, որ իրոք երբեմն մենք փորձում ենք Աստծո կամքը կարծես ենթարկեցնել մեր կամքին։ Կա այդպես բան էլի ասեմ։ Մանկական սենց ինչ-որ ընթացք ոչ թե ենթարկեցնել, այլ մեր կամքը խառնում ենք Աստծո կամքին, խառնումներ լինում, եւ այլն շատ անգամ միշտ խոսում ենք, ասում ենք կա Աստծո ընդունելի կամքը եւ կատարյալ կամքը, թույլատրելի կամքը, խոսքով դրանք տարբեր են, բայց իհարկե Աստված միշտ ուզում է, որ մենք իր կատարյալ կամքը կատարենք, կատարյալ։ Այսինքն սա նշանակում է ամբողջովին տրվել նրա կամքին եւ առանց նրա կամքի ոչինչ։ Այդ իմաստով հա նաեւ։ Դե, եթե խոսենք թեման արդեն ավելի բաց փակագծերը շատ լավ, անցնենք թեմային եւ սիրով քեզ լսում ենք եղբայրս։ Շատ անգամներ իհարկե թեման կարծում եմ խոսվել է, որ յուրաքանչյուր մարդ ձգտում է լինի Աստծո կատարյալ կամքի մեջ, որովհետև եթե մենք Աստծո կատարյալ կամքի մեջ ենք, ամեն բան ուրիշ ձևով է կատարվում։ Օրինակ Տեր Հիսուսը Աստծո կատարյալ կամքի մեջ էր, դրա պատճառով էլ որևիցե մեղք երբևիցե չգործեց, որովհետև ասում էր ես նայում եմ ինչ որ հայրն է անում, նույնը ես անում եմ երկրի վրա, եւ ես եւ հայրը մեկ ենք, կամ այդ հայտարարությունները բոլոր ես հոր մեջ եմ, հայրը իմ մեջ, իմ հայրը միջև հիմա գործում է, ես էլ գործում եմ եւ սա այն կատարյալ կամքն է, որին մենք բոլորս ձգտում ենք։ Իհարկե, դե որքանով է մեզ հաջողվում, մենք դեռ չգիտենք, բայց ուզում ենք այսօր մի քիչ քննենք Աստծո կատարյալ կամքը եւ պետք է հասկանանք, որ Աստծո կատարյալ կամքը երբեմն ընդհանրապես մեր համար հասկանալի չի կամ ընդունելի չի։ Կուզեմ բացենք Եբրե հեշտ չի նաև, հա։ Հռոմեացիս 12-րդ գլխում ամենահրաշալի համարներից մեկն է, որ շատ հաճախ կարդում ենք Հռոմեացիս 12-ը հենց առաջի խոսքից որ դնես վրան։ Հենց առաջի խոսքից ասում է ուրեմն աղաչում եմ ձեզ եղբայրներ, այսինքն նաև որ խոսքից առաջին, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի սուրբ եւ Աստծո ընդունելի պատարագ, որը ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությունով, որ դուք քննեք, թե ինչ Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Այս խոսքը շատ հաճախակի են օգտագործում հոգևորները եւ երբ որ ասում են Աստծո կամքը ինձ համար բարի է, հաճելի, կատարյալ, ավելի շատ իրանք հասկանում են առաջի երկուսը, բարին ու հաճելին, բայց այն կատարյալն պատկերացնում են, որ իրանք համար կլինի կամ քննեք, այս շատ անգամ չեն խորանում։ Ինձ մի քիչ այս ձևով բացվեց խոսքը, որ Աստծո կամքը մակարդակներ ունի։ Եվ առաջին մակարդակը կարծես բարին է, երկրորդ մակարդակը հաճելին է եւ երրորդ մակարդակը կատարյալը։ Շատ անգամ, երբ որ մենք Աստծուն նոր ենք ճանաչել,
Մենք հասկանում ենք Աստծո բարի կամքը, Աստված բարի է մեզ համար։ Չէ՞ մենք երգում ենք Աստված բարի է, Աստված Եվ բարի։ ողորմած է։ Չկա մենք Աստված բարի է, քեզ համար, կամ ինձ համար, չէ՞։ Եվ այսի Աստծո բարի կամքն է։ Մարդիկ տեսնում են Աստված հրաշքներ անում, հիվանդություններ է բժշկում, հրաշքներ են կատարվում, պարգևներն են փակվում, ընտանեկան քանդված հարաբերություններն են նորոգվում եւ Աստված բարի է, Աստծո կամքը բարի է։ Բայց բարին շատ լավ է եւ մարդիկ միշտ էգոիստաբար մտածում են ինձ համար բարի է Ինձ համար, այսինքն որքանով դա բարի է Աստծո համար դեռ པարզ չի եւ մարդիկ փորձում են այս մակարդակում բարի գործերով Աստծուն զարմացնել սկսում են զբաղվել բարի գործերով իրանք էլ չարություն չեն անում բարի կամք են դրսևորում չէ հենց էլ ասում են բարեկամ են դառնում Աստծո բայց կա ավելի բարձր մակարդակներ գիտես երբեմն մարդիկ հենց այս մակարդակի մեջ են մնում եւ փորձում են անգամ ավելի բարի լինել քան Աստված այսինքն Աստծո բարի կամք Աստծո հաճելի կամք եւ Աստծո կատարյալ կամք շատ հետաքրքիր հիմա երբ որ մարդը ճանաչում է Աստծո բարի կամքը այսինքն բարիքը ինքը մտածում որ Աստված բարի է ինքը պետք է բարի լինի ամեն ինչ պետք է բարի լինի ինքը սկսում է բոլորին բարություն անել Աստծուց ավելի բարի է դառնում ով ինչ ուզի իրան տալիս է հետո տնում փորձանքի մեջ ընկավ ասում է ոյ ես ինչ շոշոկ չի գնահատում ես բարություն կասկածները հարուցվում Աստծո բարի կամքի վերաբերյալ երբեմն էլ սկսում է զարմանալ եւ մարդիկ էս բարի վիճակի մեջ են հայտնվում բայց մի քիչ որ առաջ են գնում մարդը հասկանա որ պետք է իմ գործերը հաճելի լինեն Աստծուն չասում որ բերնիս խոսքերը քո համար էլ պետք է հաճելի լինի նայ չէ թե Աստծո համար թե քո համար ասում քննեք որ դուք հասկանաք որն է Աստծո կամքը բարին հաճելին ու կատարյալը ավելի շատ կարևոր է թե Աստծո համար որքանով բարի կամ հաճելի է մեր գործերը քան թե մեզ համար որովհետեւ եթե Աստծո համար դա բարի է կամ հաճելի է մեզ համար ավտոմատ կերպով արդեն դու դա վայելում ես կլինի բարի հաճելի եւ կատարյալ բայց եթե Աստծո համար դա բարի չի բայց մարդկանց համար բարի է որ շատ հաճախ լինում են մարդկանց համար ովքեր դեռ չեն ճանաչել Աստծո կատարյալ կամքը իրանք կարող են փորձեն բարի գործեր անել օրինակ ծնողը ուզում է երեխայի պարտքերը ծածկել ինքը բարի է հավատացյալ է չի ուզում որ երեխան խնդրեմ մեջ ընկնի երեխան նարկոման է չգիտեմ տնից գողանում է տանում ինքը անդադ պարտքերն է փակում դե մաման եմ պապան եմ չգիտեմ ոչ չանենք մեր երեխան է ու դրանով իրանք կործանում են իրանց երեխան թեկուզ բարի գործ են անում իրանց կարծիքով ասենք պարտքի տակ անգե պարտքերն են փակում ես այդեմ խնդրեմ մեջ անգել իրանք են լուծում այդ խնդիրները բայց սա իրականում բարի կարող մարդկային առումով բարի է համարվում, բայց Աստծո աչքի սա չարիք է։ Գիտես ինչ ասոցացվեց իմ մեջ, հենց հիմա ուղղակի ուզում կիսվել քեզ հետ 23 Սաղմոսը, շատ իրոք հետաքրքիր է։ Նայ, բարի էր, խոտավետ արոտներ, հանդարտ ջրեր, պարկեցնում է, առաջնորդում է, մեկ է շրխկ մահվանշուկի ձորի մեջ չէ։ Բայց այդտեղ էլ նկատում ենք Դավիթի ոչ թե տագնապը, վախը, այլ այդ հաճույքը, որովհետև ինքը անցնում է, բայց դա իր հետ էր, ինքը լավ էր զգում, հա, Աստծո կատարյալ կամքը եւ երրորդ մակարդակը կատարյալ կամք, որ արդեն դուրս է գալիս ընդեղից մի ուրիշ ստատուսի մեջ, շատ հետաքրքիր է։ Աստծո կատարյալ կամքը ամենևին էլ կարող է հաճելի չլինել մեր առաջ։ Օրինակ, Մովսեսի ժամանակ Բաղամը այդ չար խորհուրդ էր տվել Բաղակին, որ կանանց էր ուղարկում Իսրայելի զորքի մեջ, շնություն կար այնտեղ եւ դրա պատճառով մարդիկ էին մեռնում եւ գրված է ասում է Մովսեսը երևի ծերացել էր շատ արդեն մի քիչ կորցել էր իր այդ զգոնությունը ասում է Մովսեսը առաջնորդների հետ նստած դրսում վրանների առաջ լաց էին լինում ողբում էին եւ ասում էին Տեր Աստված ողորմիր, ես ինչա կատարվում, մենք չենք կարողանում հաղթենք, ժողովուրդը կործանվում են, կոտորվում են, ասում արդեն 20 քանի հազար մարդեր մեռել է ընթացքում, ասում են եւ բոլորի աչքի առաջ մի հատ իշխանի տղա, մի հատ իշխանի աղջկա հետ մտան իրանց վրանը, վերջը, իրար ճանաչելու, վերջը, ինչ-որ գործողություն անելու, եւ ասում Ահարոնի որդի Փենեհեսը վեր կացավ ասում վերցրեց նիզակը գնաց ասում երկուսին ծեփեց գետնին նիզակով
մարդկային տեսակետից սա ինչ բարի է, ջայլ տղեր աղջիկ էին, սիրահարված, մտան վրանի մեջ, բայց երբ որ սպանեց այդ երկուսին էլ իշխանի զավակներ, իշխանի դուստր, իշխանի տղա, ասում է եւ Աստված խոսեց Մովսեսի հետ, ասեց, որովհետեւ Փենեհեսը կատարեց ամբողջովին իմ սրտի ուզածը, ես հարվածը Իսրայելից կդադարեցնեմ։ Պատկերացնում ես, Աստծո կատարյալ կամքը երկու երիտասարդի նիզակով գետնին մեխելներ այդ պահին, քան թե Մովսեսի լացը, որ նստած բոլոր Իսրայելի առաջնորդների հետ խորանի առաջ լացում էին, որ Տեր Աստված ողորմիր։ Այդ պահի տակ էլ Մովսեսը կարծես բաց էր թողել Աստծո կատարյալ կամքը։ Ինքը ավելի երևի ծերացել էր, արդեն պապի էր դառել թորերի բանի համար, բարի հաճելի աղոթք էր անում, որը չէր աշխատում։ Եվ մենք էլ շատ անգամ Աբրահամ եղբայրս գուցե ճանաչել ենք Աստծո բարի կամքը։ Փորձում ենք բոլորին բարությամբ վերաբերվել, ամենտեղ բարի երևալ, բայց Աստված ուզում է, որ մենք իր կատարյալ կամքը ճանաչենք։ Մյուս մակարդակի մեջ շատերը Աստծո հաճելի կամքի մեջ են մտնում, այսինքն ասում թող վերնիս խոսքերը եւ սրտիս խորհուրդները քո առջև ընդունելի լինեն, չէ՞, ով Տեր, կամ հաճելի լինեն քո առաջ, կամ Հիսուսն ասում է ես ամեն անգամ անում եմ ամեն ինչ որ հաճելի է Տիրոջ աչքի առաջ, դրա համար գիտեմ Տերը ինձ հետ է։ Մարդը փորձում արդեն իր արարքները քննել եւ հասկանալ, արդյոք այն ինչ որ ես անում եմ հաճելի է Աստծուն, թե ոչ։ Սա մի հատ ուրիշ մակարդակ է արդեն, ճանաչողության ուրիշ մակարդակ է, երբ որ մարդը ամեն արարքին, հիմա ասենք ես խոսում եմ, արդյոք այս խոսքերը հաճելի են Աստծուն, իմ վարքագիծը հաճելի է Աստծուն, այս ինչ որ ես ուզում եմ մեկին օգնեմ, օրհնեմ, կամ մեկին բարություն անեմ, արդյոք հաճելի է Աստծուն։ Օրինակ, երբ որ ես նոր էի Տիրոջը ճանաչել, ինչ կարայի ձեռքիցս ինչ գար, բոլորի համար անեի սխալ, ճիշտ, թարս, շիտակ, բայց եկավ ժամանակ, որ արդեն ավելի խորն էի ճանաչում, ասենք երբ որ ուզում էի ինչ-որ բան անել, թեկուզ դա բարի գործ համարվեր, ես հարցնում էի, Տեր, սա հաճելի է քո աչքի առաջ, ու շատ անգամ Տերն ասում էր, ոչ, ես դա քեզ չեմ ասել, մի արա։ Այսինքն կարող ենք ասել, որ այդ հաճելի բառը նաև այս իմաստուն իր մեջ սինխրոնիզացված Աստծո հետ, այսինքն ներդաշնակված կյանք։ Կարելի է, այո։ Նույն ռիթմի մեջ, նույն շարժի մեջ ես մտնում, որը հաճելի է, երկկողմանի հաճելի է։ Այսինքն Տիրոջ ծրագիրը նաև դա է, որ քեզ դարձնի, ինձ դարձնի իր հետ։ Բայց ցավոք սրտի այս առաջի երկու մակարդակներում միշտ մենք սխալվելու հնարավորություն ունենք, միշտ մեր կամքը խառնում ենք այստեղ։ Այս դեպքում դեռ մեր կամքը կա։ Ես ինչ որ մի բան անում, դες մտածում եմ, որ սա հաճելի է Աստծուն։ Աբրահամ եղբայր, ես մտածում եմ, որ սա բարի է, դրա համար էլ արեցի։ Բայց ես չգիտեի հաստատ սա Աստծո կամքն էր, թե Աստծո կամքը չէր կատարյալ։ Ուղղակի դες մտածեցի, դե Աստված ոնց կարող է չուզենալ այս գործը անեի, ոնց կարող Աստծո համար սա հաճելի չլներ։ Բայց երբեմն ընդհանրապես հաճելի չէր Աստծուն, ոչ էլ բարի էր դա։ Ուրեմն սինխրոնացված կամ ներդաշնակված կյանքը դա կատարյալ կամքի մեջ է տեղի ունենում։ Աստծո կատարյալ կամքը։ Ամեն, դա արդեն է կատարյալ ներդաշնակությունը, կատարյալ սինխրոնիզացիոնը։ Կամ մակարդակներ, դեռ հիմա մարդը որ նոր է աշխարհել, տատանումներ են լինում, ինքը փորձում է բարի գործեր անել, շատ է սխալվում։ Երբեմն թվում է թե դա Աստծո կամքն է, որ արեց։ Այո, անում այդ հասկանում երևի Աստծո կամքը չէ, երևի Աստծո կամքն է, ասես տատանումը, բայց դե լավ գործ եմ անում երևի չէ, ինքը դեռ կասկածներով է գնում առաջ, այստեղ սինխրոնիզացիա չկա, Աստծո կատարյալ կամքի մեջ կա 100% ներդաշնակություն։ Ես հստակ գիտեմ, որ Տերը հիմա սա է ուզում եւ ես սա պիտի անեմ։ Այնտեղ ես իմ անձը չկա այլևս, ես եւ վիճակը։ Դրա մեջ նաև համարձակություններ կա, չէ՞, ինչ-որ ձեւ դու վստահ ես, որ դա Տիրոջ կատարյալ համարձակությունն է։ Սա ես վստահ եմ, որ Տերը հենց սա է ուզում եւ ես էլ չեմ նայում, թե ես ինչ եմ ուզում։ Այսինքն սա պայմանավորված է Աստծո կամքը ուսումնասիրելու նաև բանի մեջ, դիրքի մեջ, հա, այսինքն որքան շատ ես ուսումնասիրում եւ բացահայտում ես Աստծո կամքը, որտեղ կարող ենք մենք ինքներս մեզ խաբել, ինչպես դու ասացիր։ Մենք ինչ-որ լավ բան անենք, ասենք էսի Տիրոջ կամքն է, բայց իրականության մեջ դա բարի կամքն է, հասկանում ես, հաճելի կամքն է, բայց դեռ կատարյալը չի։ Օրինակ, Սավուխ թագավորը ինքը տենց էլ չհասկացավ Աստծո կատարյալ կամքը։ Մանավանդ նրանց համար, ովքեր ծառայության մեջ են, ովքեր ուզում են առաջ գնալ, Սավուղին ասվել էր, գնաս ամաղեկին կկոտորես, երբ որ ինքը հաղթեց արդեն
մի տեսակ սիրտը շատ բարի էր Սավուղի, ինքը այնքան բարի տղա էր, Աստծուց բարի էր, ասես մեղ կա այս ագագը, չսատկացնենք, այս կենթանիները պահենք, լավ կլինի։ Մարգարեն եկավ Սամուելը ասաց. Սավուղ, ինչ ես արել։ Ասաց Մարգարե Սամվել ջան, ջիգարը տուտեմ, ասաց Աստծո խոսքը լրիվ արել եմ։ Ասում այդ տղա, բայց ի՞նչ ձեներ եմ լսում։ Հես մետ ինչ է մեր կոտանասունի Աստված դրա համար ինձ բան չէր ասել։ Բերել եմ որ զոհ մատուցեն։ Բերել եմ Աստծուն զոհ մատուցեն։ Էդի Աստծուն հաճելի ես մտածեցի, որ Աստծուն Տիրոջ դուրը գգա այդ։ Հա Տիրոջը հաճելի է, զոհ չի սիրում։ Աստված չի սիրում հոտոտալ։ Այդ ինքը գրած է, չէ՞ Տիրոջ։ Ինչ տարբերություն չէ։ Մեր անասունը էլի բերենք վառենք հոտը Աստված ուրախանա մի քիչ հաճելի գործ են կարել իրան։ Փասմեն թակավորի խես բերե։ Վերմարտ ասում է բարի մարդ սաղը սպանել ենք այդ մեկին էլ ասենք բերենք ցույց տանք հա ինչ է պատասխանում արքան ասում է դու հիմար ես եթե դու Աստծուն հնազանդվեիր քո թակավորությունը հավիտյան կմնար եթե դու քեզ հնազանդեցնիր այլ կերպ ասած եթե դու Աստծո կատարյալ կամքը ճանաչեիր իսկ Աստծո կատարյալ կամքը ասում է մեզ քեզ ցույց կտամ Մարգարե մարդ, խելոք իր համարը, թուրը վերցնում է, ասում է, տես որն է Աստծո կամքը, ու ասում Ագագին կտոր արեց, ասում հասկացար որն էր, Սավուղ։ Ինչ որ Տերը ասել է, դա պետք է։ Եթե դու ուզում ես թագավորել, տարածիորեն կատարել։ Աստված քեզանից ուզում էր կատարյալ հնազանդություն, ու դու չգիտես, որ կատարյալ հնազանդությունը զոհերի ճարպից ավելի լավ է, իսկ անհնազանդությունը Տիրոջ կատարյալ կամքին, դա կախարդության մեղքի պես է։ Այլ կերպ ասած դու քո կամքը ամբողջովին խառնել ես ու փորձում ես Աստծուն քո հետ համեմատել։ Դե ոնց կարող է ու ասում Ագագն էլ էր դες մտածում, ասում է դե երևի արդեն բարկությունը անցած կլինի բանը թամ ասեմ։ Ոնց որ թե ողորմությունը, հա, սպասում իրան։ Ոնց որ են Դանի թագավորը էլի որ հաղթեց սիրիացիներին վերջը ասում ասին Իսրայելի թագավորները բարի է ասենք գնանք ասենք հաղթել ես արդեն թող ասին ուր է Բենադատը սաղալ արասում է իմ աղբերն է կանչեք թող գնաս իմ սելի մեջ Մարգարեն եկավ ասեց դու հիմար չես ոնց ես դրան թշնամու բերեն ստացրեք քո ձիու սայլակի մեջ այդ հաղթանակը դու տարար Աստված տարավ այդ հաղթանակը Աստված ասել էր դրանց կոտորի դու ես բերել դրան նստացնում լավ տղեր Բենադատը օգտակար կլինի մեզի ասում Աստծուն հաճելի է գնաց հետո պայմանագիր կնքեց աղագին էլ առևտրային պայմանագրեր կնքեց բան հաջողություն ունեցավ մարդիկ կներես Փաստորեն լուրջ խնդիրներից մեկը քրիստոնյայի կյանքում վերստին ծնվածի սա է որ մաքսիմում աշխատի որ իր կամքը չփորձի խառնել Աստծո կամքի հետ մի կետ կարելի է թույլ տուր ասեմ սա նաև սահմանագիծ է մենք պետք է կարողանանք հասկանալ շատ սա ոնց ասեմ գիտություն է լուրջ հասկանանք որն է մեր կամքը եւ որն է Աստծո կամքը սա լուրջ գիտություն է ամեն այսինքն եթե մենք դեռ չենք կարողացել բացահայտենք որն է մերը եւ որն է Աստծունը մենք խառնենք միշտ իրար վերջին հաշվով ինչ ասես մեր Տեր Հիսուս Քրիստոսը կատարյալ եղեք ինչպես ես կատարյալ եմ դա էլ է մտնում դրա մեջ սուրբ եղեք ինչպես ես սուրբ եմ այլ կերպ ասած դա հնարավոր է եւ առաքյալները եւ բոլորը ձգտեցին ու հասան միջև այդ կետին որ իրանք ճանաչեցին Աստծո կատարյալ կամքը Պետրոսին ասել էր Պետրոս ջան դու հիմա ջայլ ես գոտիդ կապում ես ու ուզում գնում ես քո համար թարվարում ես բարի գործեր ես անում բայց ես քեզ այն սպասում եմ որ կգա մի օր գոտիդ կկապեն ու քեզ կտանեն այնտեղ որտեղ որ չես ուզում սա ընդհանրապես հաճելի չի ոչ էլ բարի է ասում խոսած թե ինչ մահով պիտի փառավորի Տիրոջը մեջ ոչ է բարի է այսինքն մարդու համար բարի չի բայց Աստծո կամքի մեջ է սա բարի որովհետև դրանով Պետրոսը արժանացավ սուրբերի գերագույն պատվին երկնքում մարտիրոսությանը մենք ուզում ենք որ Աստված մեր շուրջը մենակ կոմֆորտ ստեղծի բարի հաճելի Աստվածյանս ինչ լավ էս ինչ հաճելի է տակ սիրուն նստած ենք այստեղում դրսում ցուրտ է մենք հանգիստ ենք ապահով ենք մեզ ոչ ոք չի վնասում Պողոսը երբ որ Սողոս էր դեռ եւ հանդիպեց Հիսուսին շատ գիտես շատ խորքային հարց տվեց երկու կարևոր հարց որ
մեզ մոտ դա երբեմն պակասում է։ Ով ես դու Տեր, եւ երկրորդը ինչ ես ուզում որ նկատում ես այդ ինչ ես ուզում որ անեմը մի ամբողջ կյանք էր պահանջում, այսինքն ինքը այնքան նվիրական խոսք ասեց, այսինքն նա հանձնվեց կարելի ասել 100%-ով ինչ որ ուզես ես պատրաստ եմ ընդհանուր կյանքս դնելու նկատում ես այդ տալվել նրա բարի կյանքում որքանով է դա գործում այ սա է խնդիրը լավ մենք սիրում ենք ասել ամեն օր խաչը դվերցրի մետևից արի մենք սիրում ենք ասել օրեկան 1000 մահով մեռնում եմ չգիտես ինչ էր նստում ենք խորովածով սեղանի շուրջ հալածանք ենք համարում դա նման բաներ դա իրոք երբեմն հալածանք բայց Աստծո կատարյալ կամքը մեզ կանչում է բոլորիս Եվ այդ աղոթքն է պահանջում կներես որ ընդհատեցի բայց պահանջում է այդ աղոթքը ինչ ես ուզում որ անեմ շատերը որ լսում են մեզ կասեն լավ Վարդան եղբայր Աբրահամ եղբայր ոնց մտնենք այդ կատարյալ կամքի մեջ կա շատ բարձ ճանապարհ որպեսզի շատ չչարաշահեմ ժամանակը Հիսուսը ասեց Հովհաննես 14:26 խոսքը կարծեմ ասում եմ լավ է ձեզ համար որ ես գնամ որտեվ եթե ես գնամ ուղարկեմ ինչը Սուրբ Հոգին որը միշտ կլինի ձեզ հետ նա ձեզ կսովորեցնի եւ կհիշեցնի գալիք բաները կպատմի չէ այս բոլոր բաների մասին խոսի ձեզ հետ միակ ճանապարհը Աստծո կատարյալ կամքի մեջ լինելու Սուրբ Հոգու հետ մտերիմ հարաբերությունն է Սուրբ Հոգու հետ մտերիմ ապրելը, նրա ձայնը լսելը, որովհետև եթե Սուրբ Հոգին չլիներ մեզ վրա, այո, բարին հաճելին արդեն բավարար էր, որ մենք արդեն որոշակի Տիրոջ հետ հարաբերության մեջ լինենք, բայց Սուրբ Հոգին մեզ հենց տրվեց նրա համար, ասում եմ, նա հենց կատարելության հոգի է, նա Սուրբ Հոգին է, նա հենց այն հոգին է, որ ամեն ժամանակ ասում եմ, հոգին էլ իմ հոգուն վկայություն է տալիս Ես ոնց որ արդարանալու տեղ չունեմ, ասեմ Տեր, ես դե չէի հասկացել քո կամքը։ Դու ասում ես, լսի, իմ հոգին քո մեջ է։ Բա խոսքը որ ունես։ Նա քեզ ասում է կհիշեցնի խոսքը, նա կսովորեցնի, նա քեզ գալիքը կպատմի։ Տվյալ իրավիճակների համար քեզ ասում է, երբ որ դու կանգնես ատյանների առաջ, շատ հոգս մի արա, Սուրբ Հոգին քո փոխարեն պատասխան կտա։ Մի վախեցիր, Սուրբ Հոգին քո մեջ կլինի, նա զորության հոգի է, վախի երկշոտության հոգի չի տվել, Աստված էլ զգոստության, սիրո, զորության, ողջախոհության, ողջամտության, որ դու ամեն ժամանակ Տիրոջը փնտրես։ Եվ թող որից է մեկը չասի, ես դե չեմ կարող Աստծո կատարյալ կամքը հասկանալ։ Ես դե Աստծո առաջ անում եմ բարին ու հաճելին, ասեմ բարին հաճելին լավ է, բայց բավարար չի Աստծո զորությունները տեսնելու, Աստծո հետ կատարյալ ապրելու համար բավարար չի Աբրահամ եղբայրս։ Այո, բարին հաճելի եւ կատարյալն է։ Այո, մարդիկ շատերը սիրում են մնալ այս բարի եւ հաճելիի մեջ։ Իրանք ասես մի հատ կերպարանք ունեն, բարի, ամենքին հասնող, ամենքին սիրող։ Կներես Աստվածաշնչում նման բան չկա գրած ամենքին հասնող, ամենքին սիրող, անգամ այնքան բարի են իրանք, որ այս աշխարհում մարդ չկա, որի հետ իրանք վերջս ասում են փոքրիկ խնդիր ունենան, մինչդեռ Աստված օրինակ Եսավի հետ խնդիր ուներ, ասում ես Եսավին ատում եմ, Հակոբին եմ սիրում։ Իրանք Աստծուց էլ բարի են, անգամ այնքան լավն են։ Այսինքն իրանք ասենց ասեմ, այդ բարի կամք հասկացողության մեջ տարածվում են, բայց Աստված ուզում է, որ մենք աճենք, ոչ թե տարածվենք։ Հասկացար Աստծո բարությունը, հասկացար Աստծո կամքը, առաջ գնա։ Պիտի գիտակցես, որն Աստծո առաջ հաճելի, ես պետք է հաճելի գործեր անեմ աստ։ Սա էլ բավարար չի, սրանից առաջ պիտի գնամ, ես հասկանամ տվյալ իրավիճակում ամեն վարքյան արդյոք սա Աստծո կատարյալ կամքն է, թե չէ որ ես անում եմ։ Ես Տիրոջը պիտի հարցնեմ։ Անկամ եթե բարի գործ ես ուզում անել, անկամ եթե մի հաճելի բան ես ուզում անել, Տիրոջը հարցրու նոր արա։ Եվ ասեմ շատերը սայթակում են այսօր եւ իրենց հոգեվոր կյանքի մեջ խառնուրդ կա, մենակ մի բանի պատճառով իրանք չեն ձգտում այդ կատարյալ կամքը ճանաչելու։ Ես ամենաշատ մեծ խնդրեմը որ տեսել եմ, սա տեղի ունենում ընտանիքներում, հատկապես ծնողները, որոնք շատ բան եմ ասելու, չգիտեմ ոնց ձևակերպեմ, լավ ընտանիքի մասին մի փոքր խոսեմ, ընտանիքում մարդիկ, որոնք դեռ հոգևոր, ասենք հոգևոր գիտելիք չունեն,
Իրանց երեխեքեր շատ անգամ նորմալ են վարվում, սխալ ասում են, սխալ է, ճիշտ ասում են, ճիշտ է, մեկ-մեկ պատժում են, մեկ-մեկ չէ։ Դառնում են, ապաշխարում են հոգևոր, կարծես մի հատ ինչ-որ նորմալ բան դեղ խախտվում է։ Իրանք sense արդեն հեղի հոգին է գալիս։ Ամենաթողություն։ Որդիներս, Աստված ձեզ սիրում է, իմ գանձս, իմ քաղցրս, իմ համովս, իմ Աստվածս, իմ որդիներն էլ այդ բանից օգտվում են, այդ առիթից։ Ու տեսնում ես, հոգևոր ժամանակ ծնված երեխեքը տարօրինակ են դառնում։ Այն մյուսները, ասենք, 4 երեխա ունի, որոնցից ասենք 3-ը ծնվել են։ Մի քիչ որ բարկանում ես, ասում են, բա դու ինչ հավատացյալ ես։ Դու ինչ հավատացյալ ես։ Ինչ պատժում ես, ով։ Ու Հասկանում եմ։ Եթե մարդ Աստծո կատարյալ կամքին չի ձգտում, իսկ Աստծո կատարյալ կամքը լրիվ ուրիշ բան է ասում, զավակդ կրթիր, փոքրուց, գավազանդ մի խնայիր, ցուպդ մի խնայիր։ Դա ծեծելու մասի չի, իդեպ ասեմ։ Իդեպ ասեմ, գրածել է, որ ծեծես չի մեռնի, եթե հասցրել է դրան։ Ավելի լավ է դու ծեծես, քան ուրիշը որ ծեծի կարող է մեռնի, բայց դու մի հատ ծեծես, խրատես այդ քո ոտքը։ Չէ, դու մարդասիրական բան չես ասում։ Հոգին դժոխքից կազատես։ Այդ մի քանի չի կարելի առակած գրքից կարակ ջնջեք այդ խոսքերը գցեք, երախուն չի կարելի ծեծել, երախուն պետքա սիրել, որ մենք բարի ենք, դասում հաճելի է, բալես, քաղցրես, հեղին տենց այդ որ երեխեքը մեռան։ Բամ ինչ կասեն մեր մասին, բան, երեխեքը sense վիճական տանիքը բան մասին ինչ կասեն։ Մանիպուլյատորներ են, չէ՞ ասում։ Բա դու հավատացյալ չես, ինչի ուրիշներին տենց ես անում մեծ։ Բավարար քոսերը, ասում սիրի ինձ։ Հա, սիրի։ Եթե դու հարգալից վերաբերմունք չես թույլ տալի, ես էլի սիրում եմ։ Աստծո կատարյալ կամքը կարելի է ճանաչել միայն իմաստությունով։ Դա իմաստություն է։ Իմաստությունը գալիս է Սուրբ Հոգուց եւ իմաստության աղբյուրը Աստծո վախն է, Աբրահամ եղբայր։ Եթե մարդը Աստծո վախի մեջ չի մեծանում, ինքը մեծանողակի բարի հաճելի, այդ մարդը կկործանվի։ Շատ դանդաղ բան եմ ասում գուցե։ Եթե մարդուն սկզբից չես սովորեցնում Աստծո վախը, իրան սովորեցնում ես պրոստը բարձապես, որ Աստված բարի ու հաճելի է, շատերը կկործանվեն։ Գիտես Պողոս Առաքյալը ասում է Աստված ծեծում է եւ բարից խրատում է, բայց ծեծում էլ է։ Եթե ասում է մեկին չի խրատում կամ ծեծում, ինքը օտար է, որդի չի։ Որդի չի։ Բայց մենք ավելի բարի ենք, չէ՞, քան Աստված։ Մենք Աստծուց բարի ենք։ Ովքեր որ Աստծո բարի հաճելի կամքը հասկացել են, իրանք դրանք հասցնում են կատարելության։ Ախր նայ, սիրո, տես որ սիրո մասին է խոսում, օրինակ խոսում է սիրի մեր թշնամուտ, օրհնի թշնամուտ։ Մեր մեջ, որովհետև մեր մտքի նորոգությունը դեռ կատարյալ չի։ Ասոցացվում է այտենց որ ախպեր դե ինչ ուզում է ինձ անի պետք է ձեն չհանեմ էլի ապրես հենց դրա համար սկզբից ասում էր նորոգ դա այդքան էլ այդպես չի ամեն դրա համար պետք է նորոգվենք մեր մտքի նորոգությունով այլ կերպ ասած մի հատ ուղեղը չէ կարա մի հատ ստուգի մի հատ ինչ վիճակում ես այդ ինչ որ անում ես ձև ես բռնել ինչ Աստված նման բան ուզել է քեզանից կարող ասենք դու կարող ես շատ իմաստության պատասխանես երբեմն էլ խիստ բայց քո սոտիդ մեջ ատելություն չունենաս իր նկատմամբ։ Ամեն։ Սա է իրական սերը։ Օրինակ, շատ ծնողներ, որ դիմում են, որ իրենց զավակները կախվածության մեջ են խմիչքից կամ նարկոտիկներից, գրված ասում են, ով որ գավազանը խնայի իր երեխուց, նա ատում է իր երեխուն։ Ատում է, ոչ թե սիրում է։ Պատկերացնում ես, գավազանն ու սերը իրար հետ լուրջ կապված են։ Գավազանը մի ծայրին գրված է սեր, մյուսին մի խոսքով։ Քոցուկն ու գավազանը ինձ առաջնորդում են։ Դա չէ Դավիթ։ Ասում է որ իր գավազանը խնայի նա ատում է։ Եթե մեկը գալիս ասում է երեխաս խնդրեմ ունի, անգամ դպրոցական երեխան կոմպյուտերից կախվածություն եւ այլն։ Առաջի բանը, որ մենք իրան ասում ենք, դադարիր իրեն սիրել մարդկայինորեն։ Դու պիտի սովորես իրեն սիրել աստվածային կերպով։ Ասում այդ ո՞րն է։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Սարսափելի խիստ վարվի իր հետ։ Մարդիկ շոկի մեջ են ընկնում։ Ոնց։ Խիստ վարվի։ Իրան պետքա զրկես, իրան պետքա սա անես։ Մարդիկ չեն հասկանում դա ինչա։
Անկամ պետքա սովորացնել այդ մարդուն, լսիր, դու պետքա կարողանաս քո իշխանությունը կիրառել, կկորցնես քո երախուն։ Դա Աստծո կամքը չի քո բարին ու հաճելի, դու դրանով իրան համաձայնվում ես, որ իրան կորցանես։ Դու արդեն չգիտես, որ դու սատանայի հետ ես համաձայնվել։ Քո բարին ու հաճելին չէ՞ որ այն ծառից, որ Ադամը կերավ, մի կողմն էլ բարին էր։ Ու աշկին էլ հաճելի էր։ Այդ բարին հաճելին գիտության ծառն է շատ անգամ։ Աստծո կատարյալ կամքը տարբերվում է։ Աստծո կատարյալ կամքին մենք պիտի ձգտենք ամեն ժամանակ, ամեն օր, եւ սա արվում է խաչը բարձրանալով, ամեն օր մեր անձերը մեռնելով եւ Սուրբ Հոգու հետ մտերիմ խորը հարաբերությունով, որպեսզի կարողանանք հասկանանք տվյալ գործողությունը իրոք Աստծո կամքն է թե չէ։ Ես տեղ եթե թույլ տաս գումարենք նաեւ այս գաղափարը, որ շատ խիստ, եթե չես քո հանդեպ, դիմացինիդ հանդեպ էլ խիստ չես լինի։ Ապրես։ Քո հանդեպ խիստ։ Ամեն։ Սա շատ կարևոր բան է։ Եվ սա արդյունքում է, որ դու բացահայտում ես, որ քո կամքը փորձում ես խառնել Տիրոջ կամքի հետ, տարբերա քո կամքը Տիրոջ կամքից, սա բացահայտումներ է տեղի ունենում։ Մի հատ մեծագույն սխալ, որ գրեթե շատերն են անում։ Ես չեմ ունեցել, թող երեխես ունենա։ Ես չեմ արել, թող երեխես անի։ Այ քեզ բան։ Աստված դու չես ունեցել, չես այլ դրա համար այսօր Աստծո մեջ ես։ Դու քո երեխուն ուրիշ ճանապարհով ես ուղարկում։ Կկործանես։ Թող ինքն էլ չունենա, թող ինքն էլ չանի։ Ով ասեց, որ դա վատ է։ Ով ասեց, որ պետքա սպառող մեծացնել ես։ Չէ, ով ասեց, որ քո երեխան պիտի չբախվի դժվարությունների հետ։ Ինչի պետք է ինքը դժվարություն ատելությունների հետ։ Ինչի պիտի չբախվի։ Ստիլիլ հասկացողություն կա, չէ՞, ասենց։ Ստիլիլ իրանց։ Երեխուս մանկապարտեզ չեմ ուղարկում, որովհետև այնտեղ ոչ հոգևոր երեխաներ են։ Իբր քո երեխան էլ հոգևոր է, տարօրինակ ես, դու հոգևոր չես։ Կներես դա։ Պետքա սովորի շփվել այդ դուրս գալ իրավիճակներից, իմաստություն ձևավորել, ոչ թե պահեստում։ Պահեստում դրած աղը լույսը ոչ ոքի պետք չի, աշխարհի մեջ է դրանք պետք, սպառել է պետք։ Մեր կարողություն թող գնա տեսնի ինչքանով է ինքը Աստծո մեջ, որքանով է ինքը կատարյալ։ Հասկանում ես, մենք պիտի մեզ քննենք, ասում ամեն օր քննիր քեզ, մի հատ տես քո հավատքդ ինչ վիճակում է, արդյոք հավատքի մեջ ես, արդյոք Աստծո կամքի մեջ ես, թե ընդհանրապես դու քեզ հորինել ես։ Եվ այսօր մի հատ ուրիշ ցավոտ շատ խնդիր էլ կա, մարդիկ ավելի հավատում են միստիկ ինչ-որ ավելի շատ միստիկ երևույթների, ասած կարելի ասել։ Միստիկ հավատք ունեն իրանք, միստիցիզմը, ծայրահեղ բան ասենց, ոնց կարող է 5% ունում էր, որ Աստված խիստ էր։ Հիմա մենք բոլորս Աստծո սիրելիներն ենք։ Մենք մոտ կերպարանք են ընդունում sense երանական։ Տերը մեզ սիրում է, չէ՞, տենց բանա, չէ՞։ Ու իրանք ամենաթողություն ունենք, մենք ներված ենք։ Մի անգամ մի հատ քրոջ, որ մեծ ընտանիք, մեծ խնդրեմ կար, բոլորի ընտանիքում, ամբողջ ընտանիքը անեցքի տակ էր։ Ինքը եկեղեցու մեջ էր, բայց ամուսնուց բաժանված մի տան մեջ մի կերպ ապրում էին, որովհետև ուրիշ տարբերակ չունեին։ Երեխեքը մամա, պապա իրանց չէին ասում, որովհետև կռիվ կլիներ, ուսես մի հատ սարսափելի վիճակ էր իրանց ընտանիքում։ Այն մի քույրը հոգեկան հիվանդ էր, այն մյուս քույրը չէր կարողանում ամուսնանալ, եղբոր մոտ գործերը խառնված, ծնողներն էլ ծանր հիվանդություն ունեին։ Երբ որ ասացի, գիտես, քույրս, կարիք կա էլի ապաշխարության ասացան, ետից գնա սատանա, ես փրկված եմ Հիսուսով, նրա արյունը ինձ արդեն մաքրել է, ու ինձ ասում, սատանա ետից գնա։ Ասում լավ քույրս, ենթադրենք սատանայում ես հետից գնացի, բա քո ընտանիքը խես վիճակում, ինչա դրանից վատ էլ ինչ կարա լինի։ Ես հավատում եմ, որ սա դրախտն է, ես հավատում եմ, որ սա Կա չէ որ ինքնա դժոխք ասում ես հավատում եմ սա դրախտն է ես դավանում եմ որ սա դրախտն է ես դավանում եմ որ ասենք սա ծայրահեղ մի հատ վիճակ է որ շատերը սրա մեջ են հայտնվում Աբրահամ եղբայրս որովհետև իրանք սովորել են Աստծուն ճանաչել միայն բարի հաճելի բայց կներեք Աստծո կատարյալ կամքը շատ հաճախ ոչ բարիա մարդկային առումով ոչ էլ հաճելի եւ ասեմ ավելին մի Աստծո մարդ մի գեղեցիկ խոսք ասել ես ինձ համար վերցրել եմ շատ անգամ Այն ինչ որ մենք չենք ամենաշատը չենք ուզում անենք հենց սա է Աստծո կատարյալ կամքը նույնից ասեմ շատ հաճախ
այն, որ մենք ամենաշատը չենք ուզում անել։ Օրինակ, Դա է Աստծո կամքը։ խաչը վերցրու, Հա։ չէ՞, անձը Օրինակ տոնացի, Հիսուսը ասում էր Տեր կլինես բաժակը չխմեմ ոնց չեմ ուզում, բայց պիտի անեմ, որովհետև սա է քո կամքը, ուրիշ երկրորդ տարբերակ չունես։ Տեր դու ռեզերվի տարբերակ չունես։ պլան B չունես, Հա, այսինքն, ինչ Աստծո կատարյալ կամքը պլան B չունի Աբրահամը։ 100%, Աստծո կատարյալ կամքը ասում է, Կամ լսի, կամը։ առավոտյան անպայման գիշերվա ժամը 3-ն է վեր կաց, աղոտ կարա։ Տեր ջան, դու գիտես ես ինչքան հոգնած եմ, բայց դու ինքան լավ Աստված ես, քաղցր, բարի, հաճելի, դու միթե ինձ կզրկես այս քաղցր քնից, որ հանես աղոթքի, մեկ ուրիշին ասա թող աղոթի, դու բարի ես, քեզ համար հաճելի է, որ ես քնեմ, առավոտ գործի եմ, ինչի մասին է խոսքը։ Դու ասում ես, լավ, ոնց ինձ ճանաչում ես, բայց կկորցնես, մեծ կորուստներ կունենաս, դու գիտես։ Իմ կամքը ուրիշ էր։ Ես ասում եմ, պատերազմ կա քո շուրջը, պետք է լուրջ լինես ու շատ անգամ պատերազմը ընդհանրապես հաճելի չի, ընդհանրապես բարի չի։ Եթե դու ուզում ես միայն ինչ-որ ծայրամասում մի հատ հետևորդ լինես հոգևոր արքայության մեջ, նա որպես դիտորդ, հանդիսատես, սա կարող ես բարի հաճելի կամքով առաջ գնալ, բայց ասեմ, դրա մեջ չկա այն վարձքը, չկա այն մրցանակները, այն խոստումները, որ գրված է Աստվածաշնչում։ Կարող ենք նաև այսպես անել, եթե մենք հասնենք Աստծո կատարյալ կամքը ունենալու, մեզ համար դա կլինի թե հաճելի, թե բարի։ Ամեն պիտի կատարյալ լինի, հետո մեզ համար կլինի հաճելի եւ բարի եւ ասма նրա ասма հաճույքը Աստծո օրենքի մեջ է, որ գիշեր ցերեկ նրա օրենքի վրա է մտածում, առաջի սաղմոսն շատ գեղեցիկ է խոսում։ Հա, բայց երբ դու կատարում ես Աստծո կատարյալ կամքը, սկզբում դա ընդհանրապես ոչ հաճելի է, ոչ էլ բարի է։ Դու վարժվել է։ Եթե դու գնում ես բարի հաճելի կատարյալ չի աշխատի, բայց եթե գնում ես կատարյալ, հետո հաճելի բարի, աշխատում է։ Այսինքն Պողոս Արաքյանը մի հատ խոսք ունի, ասում է Մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է, բայց Աստված պաշտությունը ամեն բանի, թե ներկա եւ թե գալիք բաների համար, այսինքն նկատում ես, դա հենց կատարյալ կամքն է Աստծո, որ ամեն ինչին օգտակար է, ամեն սֆերային, ամեն մթնոլորտ։ Կիրակի օրը խոսեցի մի քիչ այս թեմայի մասին, եւ Սուրբ Հոգու մասին շատ խոսեցի լսելու, հետո վերջացրեցի падգամը Տերը խոսեց, ասեց, բայց իմ արքայությունը ոչ միայն խոսքով, այլ նաև զորությունով է։ Եվ վերկացա նորից ասի լավ, ժողովուրդ, որ դուք հասկանաք, որ շատ հեշտ է Աստծո ձայնը լսել, որովհետև Տերն ասեց. իմ գառները իմ ձայնը լսում են, ճանաչում են։ Ուղղակի պետքա կենտրոնանալ։ Եթե դու կենտրոնանաս, կլսես իր ձայնը։ Ոնց է, մաման ձայնա տալիս, երեխան չի լսում, որտեղ կենտրոնացած չի, համբյուտերի մեջ է։ Բայց հենց կենտրոնումը լսում է։ Նույն ձևով էլ Աստծո հետ է, եթե մենք ցրված ենք տարբեր հոգսերով, չենք լսում Աստծո ձայնը, բայց Տերը մեզ հետ միշտ խոսում է, Սուրբ Հոգին միշտ էլ հայտնում Աստծո կատարյալ կամքը, ու մենք կարող ենք Աստծո կատարյալ կամքի մեջ ապրել։ Եվ ասելա, որպեսզի դուք տեսնեք, որ Աստծո կամքը բարի է եւ կլինի իր ձայնը լսել, իմաստի ես կփորձեմ լսեմ Աստծո ձայնը, ձեզ ասել Ուրեմն մի քանի հիվանդություններ լսեցի Տեր ինչ ասում, սա է բժշկվում, նա է բժշկվում, ովքեր այդ մարդիկ են թող գան առաջ, հետո կինս գիտության խոսքով երկու հոգու ասեց Աննան խոսքերը, հետո այդ խոսքերից մի քանիսը որ ասեցի չեկան առաջ մարդիկ, բժշկության խոսք եղավ, ինձ համար զարմանալի էր որ չեկան, որովհետև ես գիտեմ որ Տերն է ասել Լավ ասում եմ, կարող մարդը հիմա չի ուզում գա առաջ, որ չի մնա։ Ես չեմ կասկածում, որ այդ խոսքը ասել եմ Տիրոջից է, որովհետև ես լսել եմ իր ձայնը։ Եթե լսել եմ հաջորդ օրը մի հատ եղբոր միջոցով 3 հոգի զանգում են, ասում խնդրում ենք Վարդան եղբոր ասա, ախր մոռացել ենք որ on-line նայողներ էլ կան։ Մենք ասում ենք այստեղ այդ մարդիկ էինք բժշկվել ենք։ Այդ 3 հիվանդությունը մեկը ականջից, մեկը աչքից, մյուսը ոսկորներից բժշկվել էր։ Ասում ենք խնդրում իրան ասեք, մենք ուզում ենք գանք, բայց չենք կարող հեռու ենք շրջաններից ենք չեկել։ Ասում կներես այդ ես էի մոռացել որ հիմա նաև հեռուստա դիտողներ կան մեզ։ Եվ ես հավատում եմ որ հիմա էլ ովքեր որ մեզ դիտում են Իրանց համար խոսք կա, կարող ենք Տիրոջից լսել մի քանի խոսք ասել մեր հեռուստադիտողների համար եւ ապրել եղբայրս կարծում եմ այո շատերի համար պարզ դարձավ Տիրոջ կատարյալ կամքը որ միշտ կարելի է ձգտել, սիրել
Վարդան շատ հետաքրքիր ասում, նորոգվեք ձեր մտքի նորոգությունով, այսինքն եւ քննեք Աստծո կամքը, հա։ Ասենք որ sense մտածենք մեր սաղի միտքը փչացած է, նորոգելու Այսինքն սա Աստծո կամքը ճանաչելու, հասկանալու process է, որի արդյունքում փոփոխության է ենթարկվում մեր գենետիկան։ Ես ասես դնական, այո։ Սա լուրջ ուղեղի հատվածը մարդու լուրջ փոփոխության է ենթարկվում, սա զարմանալի բան է, սա հրաշք է։ Ամեն։ Այսինքն մեզ Աստծո խոսքը նրա համար չի, որ մենք անգիր անենք կամ ինչ-որ փորձենք մարդկորեն վերլուծել, չի կարա, չի աշխատում։ Միայն այն դեպքում, եթե մենք տրամադրված ենք, հակված ենք, նպատակ ունենք Աստծո բարի, հաճելի եւ կատարյալ կամքը հասկանալու։ Այդ դեպքում մի հատ գեղեցիկ փոփոխություն է կատարվում։ Որպեսզի կատարյալ կամքի մեջ մնանք, պիտի Աստծո ձայնը միշտ լսենք։ Մեր ականջը պիտի միշտ լինի Սուրբ Հոգուն։ Հիմա մեզ դիտողներից մի քույր է, տեսնում իր այս մատը ահավոր ցավ ունի, մատնաշունչ են ասում են, ինքն էլ լուրջ անհանգստանալով շատ զբաղված է, ժամանակ չունի։ Քույրս Տերը հենց հիմա բժշկում է քեզ, վերցրու քո բժշկությունը եւ փառք տուր Տիրոջը։ Ամեն։ 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 Մենք կարող ենք ուղղակի լսել Աստծո ձայնը, Տերը ամենքի կարիքը գիտի, Տերը ամեն ժամանակ հետաքրքրված է մեզանով, ավելի քան ինքներս մեզանով։ Ամեն։ Մենք իր ստեղծագործությունն ենք, մեզ ձրի է տրվել, բայց ինքը մեզ ստեղծել է ու ինքը անհանգստացած է մեր կյանքով, մեր ընթացքով եւ ինքը ամեն հնարավորություն ստեղծել է, որ մենք իր կատարյալ կամքի մեջ ապրենք, որտեղ լիարժեք ամեն հնարավոր պայմանները կա, խոստումները կատարվում են։ Ամեն։ Օրինակ մենք շատ ենք, չէ՞, սիրում Սաղմոս 91-ը Չեմ վախեն, բարձրալի ծածկոցի տակ բնակվող ամենակարողի շուքի տակ հանգստանում, չեմ վախենա պատահական նետից, քոր գյուլեն ինձ չի կպնի, շոք ինձ չի այրի անապատում, չգիտեմ, լավ sense հրաշալի խոստումներ կան, չէ՞։ Բայց դրանք աշխատում են այն մարդկանց համար, ովքեր այդ կատարյալ կամքի մեջ են, ովքեր բարձրալի ծածկոցի տակ են։ Ամեն, այդ կատարյալ կամքի մասին է խոսքը, որովհետև ամեն մարդ ուզում է իրան վերագրի այդ լավ հատկանիշները, բայց միայն հրճակելով չի։ Դու մտիր Աստծո ծրագրի մեջ, կատարյալ։ Դրանք ավտոմատ կերպով կաշխատեն։ Խնդրեք երկնքի արքայությունը, ասում այդ բոնուսը ձեզ կտրվի։ Դա հենց ծածկոցն է, Հովանին է Աստծո։ Ամեն, ամեն։ Այո։ Փառք Չգիտեմ, կարծում եմ, որ ոնց որ եթերը վերջանում է, ինչ ասենք, աղոթենք գուցե։ Անպայման։ Քո աղոթքով Վարդան, սիրով։ Փառք Ուզում եմ տեսնեմ, եթե կա էլի աղաղակ կամ բժշկության կամ ինչ-որ բանի Տիրոջից լսեմ, ուղղակի լարվածության ընթացքում։ Հալելույա։ Նաև զգում եմ ինչ-որ մեկի մոտ միգրեն, գլխացավ ուժեղ, որ իրան շատ հաճախակի է տանջում, Տերը ուզում այսօր վերջ դնի դրան, ուղղակի հավատքով վերցրու, սիրելիս, հենց հիմա Տիրոջ հոգին էստեղ է քեզ բժշկելու համար, որովհետև Հիսուսն ասում էր իմ հայրը միջև մա գործում է, Տերը չի դադարել հրաշքներ անելուց, պարզապես հավատքով ընդունիր, հետո կվկայես, որ Տերը բժշկություն նայեց, եւ ընդհանրապես, ինչ հիվանդություն էլ որ ունես, հենց հիմա հրամայում եմ, որ քո գլխի մազերի ծայրից սկսած մինչև ոտքի եղունգների ծայրը Տիրոջ բժշկությունը հոսի քեզ վրա եւ շնորհք տա։ Ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Հալելույա։ Հայր, գոհանում ենք քեզնից, որ քո իմաստություն այս աշխարհի իմաստուններից, գիտուններից ու զորավորներից ծածկեցիր եւ մեզ հայտնեցիր, որ ծարավ եւ սոված ենք Տեր քո իմաստությանը, քո գիտելիքին, շնորհակալ ենք Տեր, որ դու ամեն օր մեզ համար հոգս ես անում։ Եվ ես աղոթում եմ Հայր բոլոր եղբայրներիս, քույրերիս համար, ովքեր որ լսում են այս ծրագիրը, որպեսզի յուրաքանչյուրս Տեր ձգտենք ճանաչելու քո կատարյալ կամքը եւ կատարելու քո խոսքը, որ ասացիր կատարյալ եղեք ինչպես որ ես կատարյալ եմ եւ սուրբ եղեք ինչպես որ ես սուրբ եմ։ Եվ ուզում ենք Տեր այս անելով իրապես հաճելի լինել քեզ, որովհետև գիտենք, երբ որ մենք անում ենք ամեն հաճելին քո աչքի առաջին, դու մեզ հետ ես, մեզ ազատելու ամեն խնդիրներից եւ մեզ տանելու Տեր քո փառքի մեջ, տանելու Տեր բնակեցնելու քո արքայության սրահներում, որովհետև դու ասացիր
Ես ձեզ որբ չեմ թողնի։ Ես ձեզ հետ կլնեմ միջև աշխարհի վերջը իմ հոգին կուղարկեմ եւ շնորհակալ ենք սիրելի Սուրբ Հոգի, որ դու ամեն ժամանակ մեզ սովորեցնում ես ճանաչել Հորը, սովորեցնում ես խոսքը Տիրոջ, սովորեցնում ես հիշել Հիսուսի արած գործերը եւ նրա նման լինել, վարվել այս աշխարհում, որպեսզի ամեն բանում մեր գործերով փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Ամեն, փառքեստեր։ Վարդան եղբայր, Տիրոջը շատ շնորհակալ ենք, ինչ լավ է որ եկար։ Մեր առավոտը տոն սարքեցիր եւ իրոք Երանի այն մարդուն, ես ընդամենը մի բան կասեմ։ Կուզեմ ես այնպես ասել, որ շարժի մեր հոգիները։ Երանի այն մարդուն, ով որ սիրում Աստծո կատարյալ կամքը։ Չեմ ասում հասելա, բայց եթե անգամ չի հասել, բայց սիրում է, ուրեմն գարանտիա կա որ կհասնի, չէ՞։ Ամեն, ամեն։ Եվ վերջում տեսնում եմ մի հոգու, որ ձեռքը դրել է սրտի վրա եւ ծակոցներ ունի ու աղաղակում է Տիրոջը, ասում եմ քեզ սիրելիս Տերը լսեց քո աղաղակը եւ հենց հիմա ազատ եղիր այդ հիվանդությունից Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Այսօր էլ այսպես նրանք ովքեր հասցրեցին միանալ մեր եթերին, եթե նրանք էլ ովքեր չհասցրեցին, իրանց էլ է չէ վերաբերվում։ Ամեն։ Սաղմոտքը։ Եվ նաև խնդրեմ վկայությունների համար գրեք, Աբրահամ եղբորս քաջալերվելու համար, որ Տիրոջ։ Եվ ինչու՞ չէ, նաև ձեզ եղբայրս։ Մենք էլ քաջալերվում ենք։ Թեև վստահ եմ, որ Տերն է ասում եւ անպայման Տիրոջ խոսքը պարապ չի գա, այլ կկատարի ինչի համար որ ուղարկվել է, բայց միևնույն է ամեն վկայությունից մենք քաջալերվում ենք եւ նորից մեր հավատքը շինվում է։ Եվ առավել եւս փառավորվում է Տերը։ Այո։ Եվ առավել եւս թող այդ հրաշքը, որ կատարվում է քո կյանքում, վստահ որ Տիրոջից է, որ կատարվում է քո կյանքում, թող այդ հրաշքը ինքնանպատակ չլինի։ Թող այդ հրաշքը, որ կատարվում է քո կյանքում, քեզ մղի, քո մեջ արթնացնի փափագներ ավելի խորանալու Տիրոջ կամքի մեջ եւ ունենալու Տիրոջ կատարյալ կամքը հասնելու դրան։ Ամեն։ Թող այդ հիվանդությունը ծառայի նաեւ այո։ Բարիս բուն իմաստով այդ իմաստին, հա? Ամեն ինչ պիտի ծառայի Տիրոջ փառքին, անգամ հիվանդությունը։ Չէ՞ որ եթե հիվանդությունը բժշկվում է, ասես ով ես դու Տեր, ես ինչ արեցիր։ Ամեն, ամեն։ Չթողեն գնանք մեր գործերով այն 10-ից 9 որ թողեցին գնացին որոտները։ Տերորնի բարձրացնել խոշորված հաջողված եւ թող Տերը ձեր գործը օրհնի, պատուղը տեսնեք եւ ուրախանաք Սուրբ Հոգու այն գործը, որ անում է ձեր կյանքում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք, դե այսօր ուրբաթ է, ուրեմն երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, իսկ ձեզ մաղթում ենք հրաշալի շաբաթ եւ կիրակի։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։